Մերկույրերեն գարինե կույրը վաղը վիրապուժական գործողությամբ պիտի ենթարկվի, հիշենք զինքը մեր աղոտներու մեջը, որ ասված բժիշկներուն իմաստություն դա անոնց ձեռքը բռնե եւ հաջող գործողություն ունենալով զինք դարձյալ մեզի մեր խումբի միացնե։ Ովդեր գաղութենք քրոջ համար, որ տուն զինքը զորացնես եւ նաեւ տուն իշես այդ բժիշկները, որ զինքը գործողության պիտի ենթարկեն, անոնց ձեռքեն բռնես իմաստություն դաս, որովհետեւ շիրագենեն, լավենեն եւ քույրը շուտ աբակինի եւ դարձյալ մեզի միանալով գարնա քեզի ծարայել, քեզի փարտալ։ Գավադանք որ ինչ որ խնդրենք մենք աղոտքի միջոցով, աղոտքով տուն կգադարես եւ պիտի գադարես։ Քո բարքի համար խնդրենք ասիգա։ Ամեն։ Ավետարանս ուգասու 11-րդ գլխեն պիտի գարտանք։ Երբ ժողովուրդը անոր վրա գտիզվեր, ինքը սավ, այս ասկը չար է, նշան ուզե, բայց ուրիշ նշան պիտի չի դրվի անոր միան Հովնան մարգարեին նշանը։ Քանզի ինչպես Հովնան նինվեցիներուն նշան եղավ, այնպես որդի մարդո այս ասկին պիտի ելլա։ Հարավի թակուհին Թադաստանի օրը այս ասկին մարդոցը թեմ պիտի ելլե, ու պիտի թադաբարդե ասոնք, վասնզի երկրի ձայրերեն եկավ Սողոմոնին իմաստությունը լսելու, եւ ահա Սողոմոնեն մեծ մեկը գաղոս։ Նինվեի մարդիկը Թադաստանի օրը այս ասկին թեմ պիտի ելլեն, ու պիտի թադաբարդեն ասիգա, վասնզի Հովնանին քարոզությունով զղջացին եւ ահա Հովնանեն մեծ մեկը գաղոս։ Պատկերացրեք թադարամը, որուն նմանը աշխարհի սկիզբեն եղած չէ ու պիտի չլա։ Չկան մարմարիացիներ, չկան երկրային թադավորներ, չկան մարդկային պաշտոնյաներ, այլ անսահման հավիտենական ճարակայթով աթորմը փայլուն, որուն մեկը չի գտնար նայել։ Անոր արջև կանգնած են ամբողջ մարդկությունը, թագավորներ եւ աղքատներ, սուրբեր եւ մեղավորներ, երիտասարդներ եւ ծերեր, ջանցվածներ եւ մորցվածներ։ Եվ ահա քրքերը կբացվին։ Հրեշտակները հարգավոր լրության մեջ կգանքնին եւ կհայտնվի թադավորը Տեր Հիսուս Քրիստոս։ Բայց հոն անսպասելի բան կբադահի։ Ժամանակի հերավոր միջանցքեն երկու անհավատական տասագարտներ ոտքի գելեն։ Ոչ արաքյալներ, ոչ մարգարեներ, ոչ անգամ հրեշտակներ։ Հերավոր երկրեմը եկած թակուհիմը եւ հետանոց ասկմը ոջիրով ու դաժանությամբ հայտնի կգանքնին Աստծո թադարանի մեջ վգայելու համար։ Հարավի թակուհին կգանքնի ու գնայի այն սերունդին աչքերուն, որ մերժեց Հիսուսը։ Նինվեի մարդիկը կգանքնին եւ կտիրեն անոնք, որոնք անոր խոսքերը անդեսեցին։ Եվ իրենց կյանքով, իրենց մղումով, իրենց ապաշխարությամբ, իրենց պատասխանով, սահմանափակ ճշմարտությամբ վկայություն կտան ընդդեմ անոնց, որոնք մերժեցին Աստծո լիագադար հայտնությունը, այսինքն Տեր Հիսուս Քրիստոսը։ Այնադեն բոլոր արդարացումները կանհետին, բոլոր վաճառականությունները կփշրվին եւ հարցումը ծանր կգախվի մարդկության վրա։ Եթե հետանոցներ, որոնք քիչ լույս ունեին, ճշմարտությունը այսքան պատրաստական կերպով ընդունեցին եւ ընդունեցին։ Մենք, որ այսքան շատ լույս ունենք, ավետարանին լույսը ունենք, ստացանք, ինչ պիտի ելանք։ Այս կարոզը միան պատմություն չէ, կամ պատմության տասը չէ, որ պիտի նայենք, այլ հայերիմը մեզի
մեր սերունդին, մեր ժողովրդին, մեր ազգին զավակներուն, որ կբանչենք գիտնալ։ Արդյոք ճշմարտությունը այն թակուհին երանտով փնտրած ենք, արդյոք նինվեցիներուն խորությամբ ապաշխարած եւ զեղչի եկած ենք, արդյոք Դադաստանի օրը անոնց կողքին պիտի կանգնենք, թե անոնց օրինակը մեզ ալբիրի թադաբարդե, ինչպես Իսրայելի հրյա ժողովուրդը պիտի թադաբարդե։ Աստծո խոսքը շատ հստակ կնե, որ վերջին օրը գա։ Ասիկա հիմնական քրիստոնեական վարդապետություններն մեկն է։ Եվ դա հստակ կնե, որ Դադաստանի օրը գա։ Դադաստանի օրը։ Ասիկա բարձ այսպես փափակ մեջե կամ գրնալ չլալ վիճակ մեջե, հավա հստակ Աստծո խոսքը մեզի կսորվեցնե, թե Դադաստանի օրը գա։ Մի քանի համարներուն այնք Հովաննու 12:48 մեր դերը գսե ամորզից կանարկե եւ իմ խոսքերս չընդունիր, գա մեկը որ զանիգա պիտի թադե։ Այն խոսքը, որ ես խոսեցա, ամ պիտի թադե զանիգա վերջին օրը։ Կարծեմ հստակ է բացատրության պետք չունի ասամարը։ Նաեւ գործ կարակերոցի մեջը Բոսարակյալ գխոսի գսե Գործ կարակերոց 17:31 Բասնզի ինք օրը սահմանեց, որում մեջ աշխարհս արդարությամբ պիտի տադե, այն մարդուն ցերկով, որ որոշեց ու ամենուն հավատացուց զանիգա մերելներեն հարուցանելով։ Երկրորդ Կորինթացից 5:10 Բասնզի պետք է որ ամենք սալ Քրիստոսի ադյանին արժև ներկայանանք, որբեսի ամեն մեկը իր մարմնով ըրածներուն փոխարենը առնե, ինչ որ գործեր է, թե բարի եւ թե չար։ Երկրորդ Տիմոթեոս 4:1 Վգայեմ Աստուծո արչև եւ Հիսուս Քրիստոսին, որ պիտի թադե գենտանիները ու մերիալները իր հայտնվելուն ու տակավորությանը ադենը։ Ուրեմն այսպիսի համարներ շատ կան, հստակ է, որ Դադաստանի օրը գա եւ թադվելու օրը գա։ Թերևս այս հատվածը, որ գուգասեն գարտացինք, շատ անգամ գարտացած ենք, վրային անցած ենք, շատ գիրենք, բայց կոնե ինձի համար նորություն մներ այս երկու տասագարքի անցերը, որ Դադաստանի օրը ներկա պիտի ելան։ Ինչպես չեմ գիրեր, բայց քանի որ Աստծո խոսքը գրած է, ես կհավատամ։ Մեկը հարավի թակուհին, քիչ երկավելի մոդեմ պիտի ճանչնանք զինքը, եւ երկրորդը Նինվեի մարտիկը, Դադաստանի օրը ներկա պիտի ելան, քոնե թադաբարդելու այն ասկը, որում մեջ Հիսուս ծնավ, գործեց եւ իր նշանները ծծուց եւ վերջավորության խաչվեցան։ Ասիկա զարմանալի բան մնե, ծևով զարմանալի գետ մնե, որ ինչպես Աստված իր Դադաստանի մեջ պիտի ցկե այս ծևով վգաները, որոնք պիտի ելան եւ թադաբարդեն այդ ասկը, ասելու համար, որ մենք շատ քիչ լսեցինք եւ հավատացինք։ Իսկ դուք Աստծո որդին Քրիստոսը Մեսիան ձեր մեջ ունեցաք, կարոզեց, վգայեց, նշաններ ըրավ, հրաշքներ ըրավ, ինչեր չըրավ եւ դուք անոր չի հավատացիք։ Հարցումը, որում պիտի չանանք պատասխանել այս մի քանի վարքյաններում մեջը, ինչպես այս երկու տասագարքի մարդիկը պիտի թադաբարդեն Հիսուսի ժամանակ գտնվող այդ ժողովուրդը, որ Հիսուս հստակորեն գսե այս հատվածի մեջը, եւ երկրորդ հարցումը, արդյոք անոնց թադաբարդությունը մեզիալ պիտի ասնի այդ հավատացյալներ կամ այդ ասկեն յետ կեգո հավատացյալներուն պիտի աստեն։ Եկեք քիչ ավելի մոդեն ճանչնանք այս երկու տասագարքի մարդիկը։ Առաջին հարավի թակուհին։ Ով էր այս հարավի թակուհին։ Ուր գեկուքար։ Հատվածներ կան Սուրբ Գիրքի մեջ, կոնե մեկ հատված պիտի գարտամ։ Ադիգա աստվածապաններ գսեն, որ Սափայի թակուհին էր եւ
թակուհին էր մեծ երկրիմը, որ հիմա իբրև Եմեն գխորվի, որ այդ երկիրն էր։ Հարուստ զորավոր իր ժամանակին թակուհի մներ, եւ այդ ժամանակ թակուհի ելալը թյուրին բան չէր, ընդհանրապես թագավորներ էին, որ իշխեին։ Մոտավորապես Երուսաղեմը 2000 կիլոմետր հեռու, 2000 կիլոմետր հեռու, եւ գիտենք պատմությունը, որ այս թակուհին ինչ ըրավ։ Գարտանք երրորդ թագավորացին, ասո խոսքը ինձ կբացատրի արդեն, երրորդ թագավորաց, առաջին 19-րդ երրորդ թագավորաց 10-րդ գլուխ առաջին համարեն։ 10 առաջին։ Սապայի թակուհին Սողոմոնին համբավն ու դերոջ անունը լսեց։ Ու եկավ, որպեսի խրթին հարցումներով զանիգա փորձե։ Թակուհին հարցումներ ուներ, ամենամեծն էր, ամենատերևս մեծ անձն էր, որ իր կով շատ մկիտնականներ կային, խելացի մարդիկ կային, փիլիսոփաներ, աստվածապաններ, բայց տակավին հարցումներ ուներ կյանքի մասին, հավիտենականության մասին, Աստծո մասին, որոնց պատասխանը կդած չէր։ Անիգա Երուսաղեմ եկավ գսե, շատ հետևորդներով, խունգեր ու խիստ շատ ոսկի ու պատվական քարեր փերծած ուղդերով։ Երկար ճամփորդություն 2000 կիլոմետր, անաբադ Տշնամիներ գային, անշուշտ ինքը ուներ մեծ շքեղախումբը, որ իրեն օգնեցին այդ երկար ամիսներու վրա դևող ճամփորդությունը, չարչարանքը անցնեն։ Ան Սողոմոնին կով գնաց ու բոլոր իր սրդի մեջ եղածը անոր սավ։ Սողոմոն անոր բոլոր հարցումները բացատրեց ու բնավ խոսք չկար, որ թագավորը չհասկնար ու չբացատրեր անոր։ Սապայի թակուհին Սողոմոնի բոլոր իմաստությունը ու անոր շինած դունը եւ անոր սեղանին գերագուրներն ու անոր ծառաներուն բնակարանները եւ սպասավորներուն գեցվածն ու անոնց հագուստները եւ անոր մադրվակները ու դերոջը դունը ելելու սանտուղ տեսնելով խելքը գլխեն գնաց։ Եվ թագավորին ասավ. Քու վիճակիդ ու իմաստությանդ վրայով իմ երկրից մեջ լսած խոսքերս ճշմարիտ են եղել, բայց ես այն խոսքերուն չհավատացի, մինչև որ անցամբ եկա ու իմ աչքերովս տեսա, եւ ահա ինձի այսօր գեսը պատմած չէին, բայց ես այն խոսքերուն չհավատացի, մինչև որ անցամբ եկա ու իմ աչքերովս տեսա, եւ ահա ինձի անոր գեսը պատմած չէին։ Թակուհին զարմացավ, որ ինչպես անցմը ասված այս իմաստությունը տված էր այս անցին, եւ ինչպես գծավ իր սրդին խորունկ հարցումներուն, հոգեվոր հարցումներուն, իղծերուն, փապակներուն պատասխան տալ, շիդակ իմաստությամբ եւ զինք առաջնորդեր դեպի երկնային Աստվածը, ինչ որ հաջորդ համարի մեջ կգարտանք, քու իմաստությունը դուրճի վերջանգությունը իմ լսած համբավես ավելի է։ Երանի քու մարդոցդ, երանի այս քու ծառաներուդ, որոնք միշտ քու արջևդ գենալով քու իմաստությունը կլսեն։ Քու Եհովա Աստվածդ օրհնյալը լա, որ քեզի հավնեցավ ու քեզ Իսրայելի աթորին վրա դրավ։ Եհովա Իսրայել հավիդյան սիրելուն համար քեզ թագավոր ըրավ, որպես իրավուն ու արդարություն ունես։ Քու Եհովա Աստվածդ օրհնյալը լա։ Սապայի թակուհին Սողոմոն իմաստության խրատներով վկայությամբ գիտցավ, որ Եհովա Աստված մգա, երկինքներեն վեր բնագող Աստված մգա, իրենք կբաշտեին գուրկեր, ձեռքով շինված գուրկեր, բայց հիմա կգիտակցի, որ երկինք ու երկիր ստեղծող Աստված մգա եւ Սողոմոն այդ Աստվածը իրեն կներկայացնե եւ Սապայի թակուհին զինքը կընդունի։ Եվ այդ երկար ճամփորդությանը արդյունքը թրագան գլա, լավ գլա, իր ձևով փրկությունը գլա։ Ինչպես կհասկանանք,
որ փրկություն ընդունեց, որովհետև վերջին Թադաստանին ներկա պիտի լա։ Հարավի թակուհին Թադաստանի օրը Աստծո խոսքը գսե, Տեր Հիսուս գսե, այս ասկին, Իսրայելի ասկին մարդոցը թեմ պիտի ելլե, ու պիտի թադաբարդե ասոնց, վասնզի երկրի ծայրերեն եկավ Սողոմոնին իմաստությունը լսելու, եւ Հիսուս գսե այդ ժողովրդին, որ իր վրա գահավաքվեին, իրեն գլսեին, մտիկ կնեին, եւ գսե Սողոմոնե մեծ մեկը գահոս, Սողոմոնե մեծ մեկը, Սողոմոնը ստեղծողը, անոր իմաստություն տվողը, անոր խելք տվողը, հոս է, ներկա է, բայց անոնք զինքը մերժեցին։ Սապայտակույն ինչու այս ասկը պիտի թադաբարդե։ Պիտի թադաբարդե, որովհետև Աստուծո միածին որդին, որ ասված էր եւ մարդ եղավ, մսուրի մեջ ծնավ, մեծավ եւ քարոզեց, նշաններ ըրավ, եւ ինչեր չրավ, այդ ասկին աչքովնին տեսան եւ մերժեցին զինքը։ Եվ անոր համար պիտի թադաբարդե եւ իրավունքով պիտի ելլա։ Փախտadեցեք թակուհին եւ այս ասկին դարբերությունը։ Թակուհին փապակ ունի հազարավոր կիլոմետր ճամփորդելու, չարչարվելու, լսելու անցմը, որ Աստծո մասին գիտե եւ իրեն հարցումներուն պատասխան պիտի տա։ Իսկ հրյա ժողովուրդը ունին 5 դագարանը, ունին մարգարեները, ունին օրենքը եւ հիմա Աստծո միածին որդին իրենց մեջն է, բայց ինքը գալած են, ծուղակ կցկեն, կկարգոծեն, անոթի կցկեն, եւ պատմությունը շատ լավ գիտենք։ Սապայտակուհին մեծ զողողություն ըրավ, իսկ հրյա ժողովուրդը անդարբեր, հոգերնին չէր։ Սապայտակուհին հոգևոր ճշմարտություններու հանդեպ անօթություն ուներ, իսկ ասոնք հոգևոր զուրությամբ լեցուն էին։ Այսօր դերևս շատ մերգիրներու մեջ Աստծո խոսքը մտի գնելու համար մարդիկ կիլոմետրներ կճամփորդեն։ Գին մգար, ձերուկ գինը, օրմը իր ծևոմը հովիվը հարցուց կույրը սսալ։ Օրական ամեն գիրագի 2 ժամ բաս գարնես կուկաս եկեղեցի եւ 2 ժամ դեպի ետ գերտաս։ Ավելի լավ չլար այս տարիքի հանգարց գնաս ինալ գնաս ոտքը կամպամը լարգածը լա։ Անիկա ասավ, եթե իմ դերս միջև քոխկոտա քալեց ինձի համար գնաց 2 ժամ կամ 4 ժամ քալելը զինքը բաշտելու համար ամեն գիրագի ոչինչ է այդ զողությունը։ Սապայտակուին այս ասկը, հրյա ասկը պիտի թադաբարդե, անոնց թեմ պիտի ելլա եւ վգայե եւ անտիմանե։ Հիմա մորնանք այս ասկը։ Մենք արդյոք ինչ վիճակի մեջ ենք։ Արդյոք մեզիալ պիտի թադաբարդե, մեզիալ պիտի քննադատե, մեզիալ պիտի ծևոմը թադաբարդե եւ ասե դուք ասկան լույս ունեցաք եւ այդ լույսի մեջը չգրցաք ընել, զոհվել եւ ծարայել այնպես ինչպես որ պետք է ընել։ Ճշմարտությունը գիտցաք, ավետարաններ ունեցաք եւ այդ ավետարաններուն լույսին դակը ինձ չի ծարայեցիք այնպես ինչպես որ պետք է ծարայեիք։ Ուրեմն հարցումը այսօր միմիան այդ ժողովրդին չէ, հարցումը մեզի այսօր մեզ ամեն մեկուն է, որ մենք ինչ կնենք։ Այդ ժողովրդի մեզ ծուլությամբ, անտարդությամբ կվայրվենք, մեր հոգևոր բարդականություններու հանդեպ, եթե ոչ լուրջի գարնենք զանոնք եւ զանոնք կգործադրենք Աստուծո խատրին փառքին համար։ Երկրորդ դասակարգը, որ խոսքը տեսնենք, Տեր Հիսուս 32-րդ համարի մեջ գսե, կխոսի Նինվեի մարդոց մասին։ Նինվեի մարդոց մասին։ Գսե Նինվեի մարդիկ է Թադաստանի օրը այս ասկին թեմ պիտի ելեն ու պիտի թադաբարդեն ասիգա։ Վասնզի Հովնանի քարոզությունով զղջացին եւ ահա Հովնանեն մեծ
մեկը գահոս։ Բոլոր սալ Հովնանի պատմությունը գիտենք, որ ինչպես ասված զինքը Նինվե քաղաքը, որ այսօրվա Իրաքի մեջ է Դագավինգադ քաղաքը, Մուսուլ քաղաքին կողմն է, այդ ժամանակ մեծ քաղաք էր, դերևս աշխարհի ամենամեծ քաղաքներ են, հարուստ, հոնդեղ մշակույթ կար, հոնդեղ վաճառականություն կար, հարուստ երկիր քաղաքն էր, աննշան քաղաք մջեր։ Եվ ասված զինքը Հովնանը այս դժգամագող ըմպոստ անախորժ մարգարեն իրեն հրաման հրա որ հոն երթա եւ կարոզե որովհետեւ այդ երկիրը կամ այդ քաղաքը մեղքի պատճառով պիտի կործաներ։ Եվ գիտենք պատմությունը Հովնան կնած 8 փառնոց կարոզ մտավ 8 փառնոց Հովնանու կրկին մեջ են գարտանգասիա 3-րդ գլխուն 4-րդ համարը Հովնան քաղաքը մտավ ու մեկ օրվա ջամփա բդելով կարոզեր ու գսեր մեկ օրվա ջամփա քաղաքը 3 օրվա ջամփա էր այսինքն մեկ ծայրը մյուս ծայրը եթե պիտի երթայինք 3 օր պետք է կարեիր Հովնան մեկ օրվա գփավե շատ է նույնիսկ այդ 2/3-ը թող չի լսեն մեկ երրորդը թող լսեն ես իմ բարդականություն հրած կլամ այդ կաղապարով էր, քանի չեր ուզեր, որ այս մարդիկը պրգվին, ասուզո զավագն էր, որ մարգարեն էր, բայց ըմպոստ էր։ Մեկ օրվա ջամփա երթալով կկարոզեր ու գսեր։ 8 համարնոց, 8 փառնոց կարոզ մտավ եւ եչացավ, ասիգա ուրիշ բան չի գա։ Դեր 40 օր գա եւ Նինվեն պիտի գործանի։ 40 օր գա Նինվեն պիտի գործանի։ Եվ նայեցեք ինչ կնեն այս ժողովուրդը։ Եվ Հովնան սկսավ քաղաքը մտնել ու մեկ օրվա ջամփա բդդելով կկարոզեր ու գսեր։ Դեր 40 օր գա, որ Նինվե պիտի գործանի։ Նայեցեք ժողովուրդը այդ 8 փառնոց համարի մեջ է։ Ոչ հրաշք կա, ոչ նշան կա, ոչ սկիզբեն լուր ունեին, օդար մարգարեն գուկա, Երուսաղեմեն ոչ կսեն ով ես տուն, ինչ ես, նայեցեք ինչ գներ ժողովուրդը։ Եվ Նինվեի մարդիկը ասուծո հավատալով ձոմաբաղություն կարոզեցին, ու անոնց մեծ են մինչև բզդիկը կուրցական։ Եվ այս խոսքը Նինվեի թագավորին հասավ, ու անիգա իր աթորեն ելավ, նայեցեք թագավորը իր աթորեն գելել է, ու վրայեն բատմուջան հանեց և կուրցակավ ու մոխիրի վրա նստավ։ Չսավով ես կարոզի պերեկնայինք, մդիգնեմ, ես լսեմ արգանչովս, չէ հավադած այդ պատկամին։ Եվ Նինվեի մեջ մոնյադիկ կանչել լվավ ու թագավորին ու իր մեծամեծներուն հրամանովը պատվիրեց սելով, մարդ ու անասուն, արջար ու ոչխար, փամը չուդեն, չարածին ու չուր չխմեն, և մարդիկ ու անասուններ կուրց հակնին ու բոլոր ուժով ասուծո աղագեն, և ամեն մարդ իր չար ջամփային ու իր ցերկերու մեջ եղած անիրավության են թարնա։ Ով գիտե դերևս ասված թարնա ու զղջա եւ իր սաստիկ բարգուտեն են թարնա ու չգործվինք։ Եվ ասված անոնց կորձերը տեսավ, կորձերը, որ իրենց չար ջամփաներեն թարցան, ու ասված զղջած անչարիկին համարձորսեր էր թե անոնցն է ու զանիգա չրավ։ Մարտիկը դերևս ասիգա ամենամեծ արտնությունը եղավ պատմության մեջ, ամենակիչ եւ ամենագարջ պատկամով։ Այսօր դերևս հայրավոր պատկամներ կդրվին, երկու հոգի դերևս չի բրգվիր։ Բայց ամբողջ քաղաքը, դեսնենք, Նինվե քաղաքը ասուծո դարձան, խոնարեցան, զղջացին իրենց մեղքերուն, բրգվեցան, ապաշխարեցին եւ իրենց ջամփաներեն, չար ջամփաներեն ետ դարձան, այդ բարձ այս դժգամ, այս ցերևս գոշտ մարգարեին պատկամովը։ Նինվեցիները, Նինվեի ժողովուրդը, ինչու պիտի այս ժողովուրդին դադարդե։ Ինչու
այս ասկին պիտի դատաբարդե, որովհետև իրենց գրգվեցավ դժգամակ նախաբաշխարված մարգարեմը եւ անոր պատկամին հավատացին։ Բարձ գործանումի պատկամը տվավ, նույնիսկ փրկության պատկամը չի տվավ։ Սա պիտի գործանիք վերջանակ, չսա որ Աստծո հավատացեք, Աստծո դարձեք եւ հավատացին։ Նշաններ չուզեցին, առանց նշաններու, առանց հրաշքներու։ Ութ բառնոց քարոզմը, այսօր հրաշք պետք է լա, նշան պետք է լա, Աստված ասանք թողնե, Աստված անանք թողնե գահավատամ, Աստծո պայմաններ գտնենք, գազես կոնտրաբիտ ստորակնենք Աստծո արչեւ։ Հրյա ժողովուրդը Հովնանեն շատ ավելի մեծ մեկ ուներ իր ներկայության, իրենց մեջը, որ իրենց կարոզեց Աստծո շնորհքին, փրկության, մեղքերու թողության մասին, նշաններ ըրավ, հրաշքներ ըրավ, սորվեցուց, կարոզեց, զոհվեցավ, այդ բոլորը ըրավ, եւ սակայն իրենք չդարձան Աստծո։ Անոնց ապաշխարությունը կբացատրե Իսրայելի խստասիրտ համարությունը, որքան համար էին, որքան գործված էին իրենց համարության մեջը, նախապաշարումներու մեջը։ Նինվեի խոնարհությունը կբացատրե Իսրայելի գոռոզությունը, որքան հբարդ էին, մենք ունենք օրենքը, մենք ունենք Աբրահամը, մենք ունենք Իսահակը, բայց Աբրահամը մեծ մեկը գահոս, Հովնանը մեծ մեկը գահոս, Զանոնքը ստեղծողը գահոս, զինք մերժեցին։ Նինվեի ժողովրդին հնազանդությունը կբացատրե Իսրայելի ապստամբությունը։ Ապստամբություն մինչև Քրիստոսը խաչը հանելու։ Ոճակորց մգար, որ Ծգյանը սպանդարգության մատնված էր, Փարդի մեջը ընդհանրապես բարձախոսներեն Աստծո խոսքը գտնեին, որ մտիկ են, եւ որ Հովնանու կերքին այս երրորդ գլուխը դրած էին, եւ այս ոճակորցը Հավիդյան բանդի մեջ բիլանցն իր կյանքը մտիկ կներ, հանգած անդրադարձավ, որ Աստված ներեց այս չար անաբաշխատ ծևոմը գրաբաշտ ասկին բարձ բատկամովը եւ ասավ իր մտքի մեջ եթե Աստված Նինվեի ժողովրդին գները ուրեմն ինձ ալ կրնա ներել եւ իր կյանքը Աստծո հանձնեց հավատացյալ մգար որ ուներ կորձագիցը որ անաստված էր լման անաստված գավադար անոր Որ խոսք եղավ, ինչպես խոսք եղավ, անաստվածը սավ ես արդու ժամը 4-ին կարտնամ, ավադացյալ քիչ մը դարորնակ են, ինչ կնես 4-ին սավ մենք ժամ 8-ին կորձի կուկանք, սավ ժամ 4-ին ելամ իմ անաստվածության կիրկերս կսերդեմ, կաղապարները կսերդեմ, որբեսի բադրաստ լամ այդ օրը ուրիշներուն խոսիլ անաստվածության մասին համոզել և այլն և այլն։ Քրիստոնյան անշուշտ հավատացյալը ցնցվեցավ, որ այս մարդը իր սխալ համոզումին վարտաբերության համար պատրաստ էր զոհվելու, իր քունը զոհելու, իր ժամանակը զոհելու, բայց ինք իբրև հավատացյալ այդ 1 ժամը, այդ կես ժամը զոհելու պատրաստ չէր։ Արդյոք կանք մեզի Նինվեի մարդիկը մեզի ալ պիտի դատաբարդեն Թադաստանի օրը։ Այո, եթե կմերժենք ապաշխարել, մեր մեղքերը խոստովանիլ, թեև ավելի լավ գիտենք մենք Նինվեի մարդոցմե, Աստծո խոսքը շատ ավելի լավ գիտենք։ Իրենք ութը բառ լսեցին, փրկությունը չի լսեցին, հավիտենական կյանքը չի լսեցին եւ զղջացին։ Մենք որքան լսած ենք, որքան գիտենք, որքան կնանք կարդալ, որքան կնանք տեղեկանալ։ Եթե գահավաղենք հնազանդիլ Աստծո խոսքին, թեև արիտները մեզի համար շատ են, բավարար են։ Եթե անհավատները ավելի շուտ կպատասխանեն սուտ խաբեություններում, քան մենք Աստծո ճշմարտության։
Անոնք որոնք կփրկվին, կաշխարեն Աստուծո ամենաբզդիկ լույսին դագը։ Մեզի պիտի թավադավարդեն, որ դուք որ այսքան լույս ունիք, լուսավորված ազգ եք, քրիստոնյա ազգ եք, սուրբեր ունիք, ավետարան ունիք, ճշմարտությունները թարերեի վեր գիտեք, նահատակներ ունիք, այդ բոլորը ինչ կնեք, այդ բոլորին համար ինչ կնեք, վեճացներով և հիմա գրգին պատկերացնենք այդ մեծ և վերջնական Դադաստանի օրը, երկինքները կբացվին, ինչպես քիրտնա, Երգիրը կհալի մյութեղեն տակութենեն, կերեսբանները կբացվին և մերելները դուրս կգան, և երբևիցե ապրած յուրաքանչյուր հոգի գելլե կգանքնի թագավոր և դեր Դադաստանի աթորին արջևը։ Թադավորը կգանչե վգաները, Արաբիայի ամայություններեն, անաբատներեն, ահա գելլե հարավի տակուհին, գիմը, որ հազարավոր մղոններ ճամփորդեց, ստանալու փրկության լույսը անցեմը, որ այդ ժամանակ այդ լույսը Աստված իրեն տված էր, փոքր լույսը, և գելլե հին Ասորեստանի ավերակներեն Նինվեի թագավորը և իր մարդիկը, անոնք որոնք ապաշխարեցին մեկ բարձ նախասկուշացումեմը, որ թշգամ և ըմպոստ մարգարեմը իրենց բերավ։ Անոնք կգանքնին ոչ հբարդանալու, ոչ իրենց անձը բարձրացնելու, այլ վկայելու համար։ Եվ պիտի եսեն հրյա ժողովրդին և մեզի բոլոր հավատացյալներուս։ Մենք արձագանքեցինք այդ փոքր լույսին զոր ունեինք։ Թուն և ես ինչերի այդ մեծ լույսով, որ մեզի դրված են։ Եվ ապա կգանչե քու անունդ, ոչ քու հորդ անունը, ոչ քու մորդ անունը, ոչ քու հովիվիդ անունը, ոչ քու հաջախած եկեղեցվո պատասխանատուի անունը, քու անունդ, իմ անունս։ Պիտի գնանք կանգնել արդյոք անոնց մեջ, որոնք խորտ ցկտումով փնտրեցին և ծառայեցին Քրիստոսին և հնազանդեցան անոր կոչին։ Թե պիտի իսկանք դատապարտության ծանրությունը, մեծությունը, որ այս երկու դասակարգի մարդիկը մեզի պիտի դատապարտեն։ Հարավի տակուին այսօր կփնտրե քեզի և կաղաչե, քանի որ դակավին ժամանակ կա։ Մի անդեսեր Քրիստոսի իմաստությունը, Քրիստոսի մեծությունը։ Նինվեի մարդիկը կգանչեն և մեզի կսեն մի ապաղիր ապաշխարության մեջ, դարձիր Աստուծո մինչդեռ ժամանակ գա։ Եվ ինքն Տեր Քրիստոս գնայի քեզի կտասիտության աչքով և կհայտարարե. ահա հիմա հոս Սողոմոնեն ավելի մեծ մեկը գա։ Ահա հիմա հոս Հովնանեն ավելի մեծ մեկը գա։ Այնադեն գար և հիմա եկա և անշուշտ Հավիտյան պիտի ելլա։ Սիրելիներ, հավերժության դատարանը, Դադաստանը իրական է և վերջին օրը իրական է և ադիգա ըստ Աստծո լույսին մոտ է այդ օրը։ Դատավորը արդեն դրան դիմաց կանգնած է, բայց այսօր կտության դուռը դակավին բաց է։ Փնտրե ճշմարտությունը, փնտրե փրկիչը, պատասխանե անոր այո, անոր գոչին այոյով, քանի թեր կգանչե քեզ։ Եվ այդ մեծ օրվան կմաղթեմ, որ կանգնած լանք բոլորս անամոտ, ոչ թե ուրիշներու համար դատապարտված, այլ Տիրոջմե ընդունված, իր թագավորության երանության մեջ մտնելու և զինք պաշտելու հավիտյանս հավիտենից աղոթենք։ Շնորհակալ եմ երկնավոր Հայր, որ խոսքդ շատ հարուստ է իր խորհուրդներով, իր օրինակներով
Եվ ահա տեսանք այսօր, որ ինչպես տուն այս երկու տասագարքի մարդիկը բրգեցիր հերու երկիրներեն եւ տեսանք, որ կուշնորքդ կու հավիդենական սերդ բոլորին կհասնի, ուր որ ալլա։ Այդ ժամանակ հասավ եւ այսօր մեզիալ հասած է, գաղութեն, որ հոս գտնվող ամեն մեկ անց դատաբարդության տակ չի մնա, եւ եթե կան անցեր, դակավին քեզ կդատչեն, այսօր իսկ այս ժամուն իսկ քեզ գտնեն, քեզ ընդունին եւ քեզ հավիդենական դեր եւ բրգիչ ընդունելով պատրաստվին այդ Դադաստանի օրվան համար, սիրով քեզ թիմավորելու։ Կուպարկիտ համար, ամեն։